եւ որդվո եւ հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, 5-րդ կիրակին է մեծ բախքի, որ կոչվում է Դատավորի կիրակի, մեկնակետը ունենալով այսօրվա ավետարանական այն հատվածի, որը վերնագրված է անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակը։ Մի առակ էլ ասաց նրանց, այն մասին, թե նրանք ամեն ժամ պետք է աղոթեն եւ չձանձրանան։ Ասաց, մի քաղաքում մի դատավոր կար, Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում, եւ նույն քաղաքում մի այրի կար, որ գալիս էր այդ դատավորի մոտ եւ ասում. «Իմ ոսոխի դեմ իմ դատը տես», եւ դատավորը երկար ժամանակ չէր ուզում դրանից հետո իր մտքում ասաց, թեև Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից էլ չեմ ամաչում, բայց այն բանի համար, որ այրիկինը ինձ հոգնեցնում է, նրա դատը տեսնեմ, որպեսզի անընդհատ չգա եւ ինչ չանհանգստացնի։ Եվ Տերը ասաց. լսեցեք, թե ինչ էր ասում անիրավ դատավորը, իսկ Աստված Աստծո արդարությունը չի այն իր ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են եւ նրանց հանդեպ միայն համբերատար կլինի։ Այո, ասում եմ ձեզ, նրանց իսկ արդարությունը կանի, իսկ երբ մարդու որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի, թե ոչ։ Սիրելիներ, այս հատվածը բոլորս քաջ գիտենք, տեղյակ ենք, կարդացել ենք, գիտենք այս մասին, այս առակի մեջ մեր Տերը խոսում է, թե ինչ է աղոթքը։ Ինչու պիտի ես աղոթեմ։ Ինչու համար աղոթեմ։ Ինչ է աղոթքը։ Ինչպես պիտի աղոթեմ կամ ինչպես պիտի չաղոթեմ, այսօրվա մեր արծարծվող թեման է։ Սիրելիներ, աղոթք նշանակում է աղերսանք, պահատանք, երկխոսություն մեր երկնավոր Հիսուս Քրիստոսին ուղղված։ Աղոթքները բազմաթիվ են եւ բազմաբովանդակ, իմաստային առումով, գոհաբանական աղոթքներ կան ապաշխարության աղոթքներ, կան զղջման աղոթքներ, կա պատարագի աղոթք, կա ժամերգությունների աղոթք եւ 9 ժամերգություն ունի հայ առաքելական եկեղեցին, կա ընդհանրական աղոթքներ, ահավասիկ այսօր մենք հենց հիմա մասնակցում ենք ընդհանրական աղոթքին, կա նաեւ առանձնական աղոթքներ, եւ այս ամենը ամփոփվում է աղոթքի իմաստին, թե ինչ է աղոթքը, ինչպես պիտի աղոթենք կամ ինչու պիտի աղոթենք։ Մեր Տերը շատ անգամներ եւ սկսած 5 գտակարանից խոսվում է բազում հզոր աղոթողների մասին։ Օրինակ ես կառանձնացնեի մի շատ կարևոր դրվագի 5 գտակարանի մեջ, որ Եզեկիա թագավորը ծանր հիվանդ էր։ Եվ ահա գալիս է օրվա մարգարեն, այցելում է Եզեկիա թագավորին եւ ասում է, որոշված է, որ դու պիտի մահանաս։ Սուրբ Գիրքը ասում է նա անմիջապես շուռ եկավ պատի կողմը եւ շատ ծանր վիճակի մեջ արտասուքով խնդրեց Աստծուն, ասեց Տեր Աստված, գիտեմ որոշել ես, որ ես պիտի այս ճանապարհով գնամ այս աշխարհից, բայց խնդրում եմ քո կամքով կյանքս երկարացրու։ Տեսեք, Աստված որոշել էր, որ Եզեկիան պիտի մահանա, որտեղ ծանր հիվանդ էր, բայց թախանձագին տևական արտասուքով աղոթքը լսեց Աստված Եզեկիայի եւ նրա կյանքը երկարացրեց։ Այսինքն թե
Աստված գիտի մեր ապագան, վաղը գիտի Աստված, քո վաղը Աստված գիտի, քո մյուս օրը գիտի, քո կյանքի վերջը գիտի, աշխարհի վերջը գիտի Աստված, որտեղ ամենագետ է Աստված։ Ոչինչից ստեղծող Աստված, ոչ մի բանից աշխարհը ստեղծող Աստված ամեն բան գիտի քո մասին։ Գիտի ինչ ես խնդրում, ինչ պիտի տա, ինչ չպիտի տա քեզ, քո աղոթքները պիտի պատասխանի թե ոչ։ Հիմա Եզեկիայի աղոթքը, Աստծո ծրագիրը փոփոխվեց, այսինքն թե Աստված որոշել էր Եզեկիային հիվանդության միջոցով, ուրեմն մահ որոշված էր, բայց Եզեկիան իր անկեղծ աղոթքով Աստծո ծրագիրը փոխեց։ Նինվեն թաղված էր, մխրճված էր, Նինվե քաղաքը ծանր մեղքերի մեջ, եւ Աստված որոշել էր, որ այս քաղաքը մեղքի պատճառով պիտի կործանվի։ Շատ հզոր մի քաղաք հին աշխարհում, նորից 5 տակարանի պատմություններից, ուրեմն Աստված որոշել էր մեղքի պատճառով Նինվեն վերացնել։ Բայց ուղարկում է Հովնան մարգարեին, քաջածանոթ եք այս պատմությանը, Հովնանին ուղարկում է, որ նինվեացիներին դարձի բերող քարոզով, ուրեմն 40 օրյա ապաշխարության միջոցով, եթե նինվեացիները դարձի գային, Աստծո ծրագիրն էր, որ կործաներ, բայց Հովնանը երկու անգամ խուսափեց գնալ Նինվե, սա ուրիշ թեմա է, բայց այնուամենայնիվ գնում է եւ այցելում է թագավորին Հովնան մարգարեն, բախում է թագավորի դուռը, սիրտը, հոգին եւ թագավորը լսում է եւ անդրադառնում է, որ 40 օր պիտի ապաշխարենք, քանի որ եթե չապաշխարենք, մեր քաղաքը պիտի հիմնիվեր կործանվի։ Աստված որոշել էր մեղքի պատճառով վերացնել Նինվեն։ Բայց այս մեծ ապաշխարության պատճառով, շնորհիվ Նինվեն փրկվեց, այսինքն թեպետ Աստված որոշել էր, որ կործաներ, բայց ապաշխարության միջոցով, մեղքի քավության եւ թողության միջոցով փոխվում է Աստծո ծրագիրը քո նկատմամբ, աշխարհի նկատմամբ։ Ուրեմն, ինչպես մենք պիտի սիրելիներ աղոթենք։ Բազմաթիվ օրինակներ է բերում Սուրբ Գիրքը, թե ինչպես պիտի աղոթենք, բազմաթիվ օրինակներ է բերում Սուրբ Գիրքը, թե ինչպես պիտի չաղոթենք։ Ավելի լավ է այդպես չաղոթենք, արգելված ձևով, քան թե աղոթենք եւ ավելի ծանրանանք մեղքի մեջ։ Ուրեմն այս առակից հետո Քրիստոս խոսում է փարիսեցու եւ մաքսավորի կերպարի մասին, ուրեմն Փարիզի հետ կապ չունի, փարիսեցիները հին կրոնավորներն են, հին աշխարհի, նոր 5 տակարանի, ովքեր որ ներկայացնում էին էլիտան, այն ժամանակվա էլիտան էին ներկայացնում։ Եվ այս մարդիկ ինչ-որ հարգանքի առիթ էին, իրենց հարգում էին, այս խավին ընդունում էին, բայց սրանք ցավոք այս մարդիկ, փարիսեցիները, ուրեմն կեղծավորաբար էին մոտենում ամեն բանի, կեղծավորությամբ, այսինքն ցուցադրական, ցուցամոլությամբ, ըստ էության իրենք այդպես չէին, բայց իրենց արտաքինը ցույց էր տալի այլ բան։ Հիսուսը միշտ մատնացույց էր անում փարիսեցիների կեղծավորությունը եւ դատապետում էր սրանց։ Հիմա այս փարիսեցին տաճարում մի փարիսեցի աղոթում էր եսակենտրոնությամբ, աղոթում էր իր անձը եսեգոն փառաբանելով, ասում էր Տեր Աստված, ես լավ մարդ եմ, ես փարիսեցի եմ, Տեր Աստված, դու ինձ պարտավոր ես սա անել, այս խնդրանքը կատարել, ես նման չեմ, ահա, մյուս կողմում կանգնած մաքսավորին, ես ավելի լավն եմ, մաքուր եմ, ես, ամբողջ շարքը, ուրեմն փառաբանություն էր ոչ թե Աստծու, այլ իր անձի, եկել է Աստծո տուն, ոչ թե փառաբանում է Աստծուն, այս մարդը, այս փարիսեցին, այլ իր անձն է փառաբանում, Աստծուն գահընկեց է արել իր մտքով եւ ինքը նստել է Աստծո գահի վրա եւ ուզում է, որ երևի թե Աստված իրեն պաշտի, այսպիսի մի հիմար վիճակի մեջ էր հայտնվել։
Բայց ահա տեսնում ենք ճշմարիտ աղոթողի Մաքսավորի, որը անգամ իր հայացքը գետնից չէր կտրում դեպի վերև։ Ծնկաչոք, անկեղծ, մաքուր աղոթում էր հետևյալը. Տեր Աստված, ներիր մեղավորիս։ Ամենակարճ, ամենագեղեցիկ, ամենաանկեղծ աղոթքը. Տեր Աստված, ներիր ինձ մեղավորիս, եւ այս փարիսեցին տաճարից գնաց մեղքով ավելի ծանրաբեռնված, Մաքսավորը գնաց մաքրված։ Ուրեմն աղոթքներ կան, որ իրոք Աստված չի պատասխանում։ Ինչու մենք աղոթում ենք եւ Աստված չի պատասխանում։ Եվ ինչու պիտի ես անձանձրույթ, ինչպես այստեղ է նշում առակի մեջ, չձանձրանաք աղոթքի մեջ։ Անձանձրույթ աղոթք, չհոգնող աղոթք։ Ինչու մենք պիտի աղոթենք եւ Աստված չի լսում մեր աղոթքները։ Գեթսեմանեի պարտեզ, հիշում եք այդ դրվագը, որ խաչելությունից առաջ մեր Տերը մի շատ կարևոր ուրեմն աղոթք ունեցավ, շատ ուսուցողական ըստից, շատ կարևոր դեպք է սա։ Գեթսեմանեում Հիսուս աղոթում էր։ Ինչ էր աղոթում։ Ասում էր Տեր, այս խաչի ճանապարհը ես խնդրում եմ ինձանից հեռացրու։ Չէ՞ որ Հիսուս նաև մարդ էր, Աստված մարդ էր, Աստված էր եւ մարդ էր, բայց մարդկային դրսևորմամբ անգամ Հիսուս, չնայած գիտեր խաչի ճանապարհով է ելքը մարդկության, փրկության, քավության եւ թողության, եթե քո կամքն է, ասում է, այս խաչի ճանապարհով ինձ մի տար, պատկերացնում եք, բայց ասում է քո կամքը թող լինի եւ ոչ թե իմ։ Հիսուսը ասում է քո կամքը լինի, ով Հայր, ինչպես որ կամենաս, այդպես թող լինի։ Եվ Աստված Հայր Աստված եւ Հիսուսն էլ որոշվեց, որ խաչի ճանապարհով պիտի գնա, այսինքն թե Աստված խաչի չարչարանքի ճանապարհը չվերցրեց Հիսուսի դիմացից։ Խաչով պիտի լիներ ամեն բան։ Հիմա Պողոս առաքյալը հրաշալի մի առաքյալ, թեպետ ինքը Հիսուսից հետո դարձի եկող սավուղն էր, Պողոս առաքյալը Սուրբ գրքի ուներ հիվանդություն, ծանր հիվանդություն ուներ, Սուրբ գիրքը այդ մասին չի ասում, ինչ հիվանդություն էր կրում Պողոս առաքյալը, տառապում էր սրանից, 3 անգամ դիմեց Տիրոջը խնդրելու բժշկություն այս մարմնավոր հիվանդությունից եւ 3 անգամ խնդրելուց հետո պատասխանը ստացավ Տիրոջից, որ քո այս հիվանդության, այս ցավերի մեջ է իմ զորության արտահայտությունը, շնորհների արտահայտություն, այսինքն երբ որ հիվանդ ես, երբ որ խնդիր ունես, երբ որ կարիքի մեջ ես, մեծ ծանր խնդրի առաջ ես, միշտ աղոթում ես, որ այդ խնդիրը վերանա, երբ որ չի վերանում, ուրեմն Աստծո կամքը հենց դա է, դրա ելքը ուրիշ է լինելու։ Այո, մենք աղոթում ենք եւ հաճախ Աստված պատասխան չի տալիս։ Իսկ ով է ասում, որ չպատասխանված աղոթքը պատասխան չէ։ Չպատասխանված աղոթքը ամենաճիշտ, ամենատեսանելի եւ ես կասեի, որ ելքի առումով հետագայի համար չպատասխանված աղոթքը մեծ արձագանք է, որովհետեւ մենք ոչ թե մեր կամքին պիտի ապավինենք, մենք հաճախ մեր կամքն ենք առաջ տանում, բայց Հայր մերի մեջ ասում ենք եղիցի կամք քո, բայց ինչու ենք մենք միշտ մեր կամքը առաջ տանում, որովհետև մեր կամքը ավելի գերադասում ենք Աստծո կամքից, կարևոր ենք համարում, որը սխալ է, եղիցի կամք ասող մարդը, Տիրոջը երբ որ ասում է թող լինի քո կամքը Տեր Աստված, ապավինում է իր կամքին, այսինքն թե առաջ է տանում իր կամքը, սա հակասություն է առաջանում, մեր կամքը ավելի առաջնային ենք դնում, որը սխալ է եւ խոտելի եւ ընդունելի չէ։ Սիրելիներ, անձանձրույթ աղոթք, ինչ է նշանակում սա։ Սա ոչ միայն աղոթքին է վերաբերվում, այլ նաև վերաբերվում է մեր առաքելության մեջ չձանձրանալու։ Տեսեք, պահոց շրջան է, շատ հաճախ հոգևորականին հարցնում են,
Ձանձրալի է այս պահքը, մի տեսակ ոմանց համար ձանձրալի է դառնում։ Օրինակի համար մյուսը իր աշխատանքի մեջ ձանձրույթ է տեսնում, Աստված ասում է մի ձանձրացիր, տևապես հետամուտ եղիր քո այս կամ այն, եթե իհարկե այդ գործը արդար է, մաքուր է, շիտակ է, չձանձրանալու, ինչու ենք մենք ձանձրանում կյանքից, այս կամ այն երևույթից, նաև աղոթքից, որովհետև մենք քիչ առաջ ասեցի այդ մասին, մենք ապավինում ենք մեր կամքին, մեր կամքը, մեր եսը խանգարում են մեր շատ հարցերում, մենք մտածում ենք այսպես, բայց չենք խոսում Աստծու հետ, լավ, մենք ենք ամենում այսպես կամ այնպես, մենք ուզում ենք այս ճանապարհով այսպես գնալ, բայց հարցրել ես, Հիսուս ինչ կաներ այս դեպքում, այս կամ այն գործ անելուց առաջ, Աստված ինչ խորհուրդ կտար, կամ հենց ինքը Հիսուս ինչպես կաներ, ձախ կգնար թե աջ, կներեր թե ոչ, հիմա ներեմ թե ոչ, ինչու եմ ձանձրանում, որովհետև սիրով չեմ կատարում իմ գործառույթը, դա կլինի հոգևոր և ոչ հոգևոր, այսինքն հոգևորը գալիս է օգնելու մեր մնացած գործերը, որովհետև Սուրբ գրքի մեջ ասում է, երբ որ աղոթես, ճղճին բաներ մի խնդրիր, երբեմն մենք աղոթում ենք փողի համար, ամոթ է սա, չի կարելի, երբեմն մենք աղոթում ենք շատ նյութական բաների մասին, խնդրում ենք ինչ-որ նյութական բաներ, բայց Աստծո խոսքը ասում է, խնդրիր Աստծո արքայությունը, արդարությունը և այն մնացածը, որ շատ ավելի ստորադաս է, քան հոգևորը, որ գերակա է, ավելիով պիտի տրվի քեզ։ Այս մասին Հիսուս շատ է խոսում։ Այս գիրքը մեզ խոսում է հոգևոր բաների մասին։ Եթե հոգևոր բաների մասին սկզբունքային ենք, և առակի վերջում ասում է, որ Տերը գա, արդյոք հավատք կգտնի, թե ոչ։ Այսինքն շատ կարևոր է ունենալ մեր ապագայի նկատմամբ հավատք, Աստծո նկատմամբ հավատք։ Եթե դու հավատքով չես աղոթում, եթե դու չես հավատում քո խոսքին, որ բերանից ականջ ընդամենը մի 2-3 սանտիմետր է, եթե դու չես հասկանում քո աղոթքը ինչ ես վերառակում առ Աստված, եթե անհասկացված աղոթքներ ես անում, եթե դու ինքդ չես հավատում, չես հասկանում սա, ինչպես պիտի Աստված հասկանա սա, ավելի լավ է 2 բառ, 3 բառ, 4 բառ, հասկանալով աղոթել, սրտով աղոթել, ավելի կարճ աղոթել և սրտանց առանց դերասանության, մարդիկ երբեմն կանգնում են Աստծո առաջ, գիտեն Աստված մարդ է, իրենց նայում է և իրենց տեսքից պիտի ենթադրի, թե սրան տա, թե մյուսին տա, աղոթքը պատասխանի, թե ոչ։ Աստված սիրում է անկեղծություն։ Աստված ռենտգենային հայացք ունի քո ներսը, տեսնում է դու անկեղծ ես, թե ոչ, և պատասխանում է քեզ ըստ այդմ։ Այս մասին նաև, ինչպես որ այս այրիկինը, ուրեմն անընդհատ թակելով դատավորի դուռը, եթե դատավորը, այս անիրավ դատավորը, որ մարդկանցից չէր ամաչում, Աստծուց վախ չուներ, լսեց այս այրու, այս կնոջ գործը և ընթացք տվեց, որտև ձանձրանում էր սրանից, որտև հոգնել էր այս կնոջից, եթե այդ անիրավ մարդը լսեց և պատասխան, առավել ևս Աստված լսում է մեր ցանկացած աղոթք և պատասխանում է յուրաքանչյուրիս։ Այո, Աստված չլսված աղոթք չկա։ Ամեն աղոթք Աստված լսում է։ Պարզապես թողում է, որ դու հասունանաս, հոգևոր հասունություն ունենաս, պտղաբեր լինես։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հոգևոր պտուղներ ունենալ կյանքում, լինել ողորմած, լինել բարի, բարեպաշտ, լինել իրապես քրիստոնյա, սա հոգևոր պտուղներ են, օգտակար լինել մարդկանց, ճշմարիտ աղոթող լինել։ Այս հոգևոր հասունությամբ է, որ Աստված քեզ լիացնում է հոգևոր քո գանձերը, լցնում է քո ներաշխարհը և տալիս է քեզ մնացածը, որ քո կարծիքով շատ կարևոր էր, ավելիով է տալիս քեզ։ Հետևաբար աղոթքի ժամանակ մենք չի լինենք շատախոս, այլ լինենք Հովհան ոսկեբերանի
մահվանից առաջ Սուրբ Հովան Ոսկեբերանի ուրեմն աղոթքը կա, շատ կարճ, լակոնիկ աղոթք է, բայց շատ սիրելի աղոթք է, հզոր աղոթք է, փառք քեզ Տեր Աստված, ամեն ինչի համար փառք քեզ։ Մենք փառք չենք տալիս Աստծուն մեր ամեն ինչի համար, եկեք խոստովանվենք։ Ձախորդության ժամանակ կարող ենք ասել փառք քեզ Տեր Աստված, հագս ամենանի Տեր փառք քեզ։ Դժբախտության մեջ ասում ենք այս աղոթքը, վստահ եմ, որ այդքան էլ ոչ։ Բայց երբ որ ես հիշում եմ պատերազմի ժամանակ ծանր օրերին Արցախը որ կորցրեցինք, այդ ժամանակ եկեղեցին այսպես լիքն էր, բայց դրանից առաջ ոչ։ Մենք ծանր տխուր ժամանակ ավելի շատ ենք Աստծուց կարչում։ Սա երևի թե բնական է, որովհետև երեխան երբ է մայր կանչում, երբ որ կամ սոված է, քաղցած է կամ մոր կարիքը ունի։ Մենք մեր մոր կարիքը ունենք մշտապես, որովհետև մեր մայրը թանկագին է մեզ համար, հոգևոր ծնող Աստված եւ եկեղեցի, ոչ միայն Աստծուն փառք տանք եւ հիշենք տխրության ժամանակ, այլ նաեւ մեր հաջողությունների ժամանակ։ Եվ գոհաբանական աղոթքներ ունենք մենք, որ գոհություն ենք հայտնում Աստծուն ամեն ինչի համար, ուրախության, հաջողության, ձախորդության եւ մնացած բաների համար։ Ուստի գալիք կիրակին, որ գալստյան կիրակի է կոչվում, մի տեսակ այս դատավորի կիրակին գալու է շղթան միացնելու գալստյան կիրակի հետ, որ ակնկալենք, եթե Տերը գա այսօր աշխարհ, արդյոք երկրի վրա հավատք կգտնի։ Ուրեմն շատ կարևոր է հավատով ապրել, հավատով աղոթել եւ հասկանալ աղոթքի իմաստը եւ այս ամենը կիրառել կյանքում։ Ամեն։ Սեր ամենքիդ, խաղաղություն բոլորիդ, ամեն։